Իրական պատմություն աշխատանքային թրաֆիկինգի մասին։ Ամուսիններին շահագործել են Ռուսաստանում, արդյունքում տղամարդը մահացել է։ Վատեր ամուսինս այնտեղի վիճակի չէր անգամ ոտքի վրա քայլելու։ Այդ տղամարդը չի սիրում պարտվածի կամ որ շահագործվածի կերպարի մեջ մտնել։ Աշխատում ենք իրենց ասած 12 ժամից 24 ժամը։ Քիչ հավատալ, շատ չգայթակղվել, հա, առաջարկներով։ Թրաֆիկինգի երկրներ համարվում են Թուրքիան եւ Միացյալ Էմիրությունները։ Կինը այնքան որ սովածությունից, այն անքնությունից վատացել էր, շաքարը բարձրացել էր, ականջները խլացել։ Ինչ բան է թրաֆիկինգը եւ ինչպես կանխարգելել այն։ Ցմահ դատապարտյալներն ու նրանց խնդիրները ովքեր են նրանք եւ որն է նրանց գործերը չվերանայելու պատճառը։ Այդ կատեգորիայի մարդկանց ընդհանրապես չի ուզում իշխանությունն անդրադառնալ։ Մինչև այսօր չի բարձրել դիակը ոնց է պատմել։ Ես պահանջում եմ իմ տղայի գործերը նորից վերանային։ Գործը վերանային, ամեն ինչ բաց դուրս կգա, մաքուր դուրս կգա ինքը։ Ասма դու քո տղային ասա թող վիզ վեկալի որինքն այդ մարդուն սպանել, բայց ոչ մի ապացույց չունեն իրանք, ոչ մի ապացույց։ Մենք իրան կտանք 15 տարի։ Պայքար ոչ վերջ։ Առողջական խնդիրներ, իրավական անարդարություն, ցմահ դատապարտյալներն ու նրանց հարազատները մի շարք պահանջներ ու կասկածներ ունեն։ Համացանց ատոմային էներգիայի նման մի բան է, այն անհրաժեշտ է, բայց կարող է հանկարծակի վայրիվերումների հանգեցնել։ Խոսակցն է դուրս եկել փողոց եւ եթե չեմ սխալվում, նաեւ սպանության դեպք է եղել։ Կան մարդիկ, ովքեր իրանց առավոտյան մարզանքից մինչև երեկոյան, ասենք, չգիտեմ, ընթրիքը, ուզուքան գնալը տեղադրում են իրենց էջում։ Անդադ ուզում ես մտնես, չգիտեմ, ինչ-որ մի բան անես, ներգրավես ինչ-որ բարի մեջ, կամ հեռախոսը տենկում չես դնում։ Մեր իրականություն ներխուժած հրաշքն աստիճանաբար նվազագույնի է հասցնում մարդկային իրական շփումը։ Արտասահմանում աշխատելու գայթակղիչ առաջարկների կարելի է հանդիպել թե փողոցներում, թե համացանցում, տարատեսակ ծանոթներից եւս կարելի է լսել նման հնարավորության մասին։ Շատ հաճախ դրանց հետքերը տանում են դեպի հանցագործություն, դեպի ծանր հանցագործություն, որի անունն է թրաֆիկինգ։ Թրաֆիկինգ, ազգություն չճանաչող այս երևույթը առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ 2012 թվականի տվյալով աշխարհում թրաֆիկինգի 20 միլիոնից ավելի զոհ կա։ ՄԱԿ-ի տեղեկությամբ ամեն տարի 700,000 կին, երեխա ու տղամարդ ենթարկվում է թրաֆիկինգի։ Ժամանակակից ստրկությունն այս ծավալի իհարկե հասել է մեծ շահույթների պատճառով։ Տարբեր գնահատականներով մարդկանց վաճառքով զբաղվող հանցագործ խմբավորումները տարեկան 7-ից 13 միլիարդ դոլար եկամուտ են ստանում։ Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, արգելվում են ստրկության եւ ստրկավաճառության բոլոր տարատեսակները։ Թրաֆիկինգը դա մարդկանց առևտուրն է, երբ մարդուն իր կամքին հակառակ ենթարկում են առողջարքի շահույթ ստանալու նպատակով։ Թրաֆիկինգը դա շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, թաքցնելը, փոխանցելը կամ ստանալը, որ իրականացվում է համապատասխան հանցավոր միջոցների կիրառման օգնությամբ։ Այդ հանցավոր միջոցներն են խաբեությունը, վստահության չարաշահումը, բռնությունը, բռնության գործադրման սպառնալիքը, հարկադրանքի այլ ձևերը։ Ցավոք սրտի այսօր պետք է նշեմ, որ Հայաստանում իսկապես զուգահեռ է տարվում միայն սեռական շահագործման հետ։ Իրականում թրաֆիկինգը ունի 3-4 շերտեր։ Առաջնահերթ դա սեռական պոռնկության շահագործումն է կամ սեռական շահագործման այլ ձևերը եւ դա ամենատարածված շահագործման ձևն է, թե ողջ աշխարհում, թե Հայաստանում նույնպես։ Աշխատանքային թրաֆիկինգը, որը ցավոք սրտի Հայաստանում ոչ պակաս ծավալներ ունի, չբացահայտված։ Հիմնականում դա Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային շահագործումն է եւ ունենք ներքին աշխատանքային շահագործման դեպքեր, որոնք հիմնականում վերաբերվում են անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու եւ հետագայում նրանց շահագործելու։ Թրաֆիկինգի եւս մի տարատեսակ, որը օրգանների եւ հյուսվածքների վաճառքն է, դա եւս ցավոք սրտի Հայաստանում արդեն իհարկե ոչ վերջին տարիներին, բայց մոտ 3 տարի առաջ ունեցել ենք նաև գրանցվել է նաև նման դեպք։ Դեպքը բացահայտվել է 2012 թվականին։ Կազմակերպիչ հավաքագրողը օգտագործելով մարդկանց սոցիալական խոցելի վիճակը, նրանց խաբեությամբ Շրի Լանկա է ուղարկել, որտեղ եւ հեռացրել են այդ մարդկանց երիկամներն ու փող պատվաստել այլ անձանց։ Հանցագործը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։
Ընդհանրապես թրաֆիքինգին նպաստող ամենակարևոր գործոններն են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, աղքատությունը, գործազրկությունը։ Շահագործվում են հիմնականում երիտասարդ կանայք, աշխատունակ տղամարդիկ, անչափահասները։ Սկսենք ամենատարածվածից՝ սեռական թրաֆիքինգ։ Շատ հաճախ աշխատանք փնտրող կանայք մեկնում են արտերկիր, նախապես խոստացված տուն մաքրող, մատուցող, դայակ կամ աման լվացող աշխատելու պայմանով։ Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանի ավաստմամբ վերջին շրջանում ավելացել են նաև դեպքերը, երբ արտերկրում անվճար կրթության խոստմամբ են գայթակղում երիտասարդներին։ Մինչդեռ այդ երկիր մուտք գործելուց հետո նրանք զրկվում են փաստաթղթերից ու անմարդկային պայմաններում զբաղվում մարմնավաճառությամբ, օրական սպասարկելով 20-ից 30 հաճախորդի։ Հայաստանու համար որպես թրաֆիքինգի երկրներ համարվում են Թուրքիան եւ Միացյալ Էմիրությունները, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հայաստանը համարվում է մարդկանց թրաֆիքինգի սկզբնաղբյուր կամ ելքի երկիր։ Նպատակակետ երկրներն, ինչպես նշվեց, Թուրքիան ու Արաբական Միացյալ Էմիրություններն են։ Շատ հաճախ մարդիկ թրաֆիքինգը շփոթում են մարմնավաճառության հետ, մտածելով, թե զոհը լավ էլ իմացել է ուր է գնում, ինչ է աշխատելու։ Նույնիսկ այդ պարագայում, եթե մարդը զրկվում է անձնագրից, ազատությունից ու իր աշխատանքի դիմաց վարձատրությունից, դա եւս թրաֆիքինգ է։ Կա նաև ներքին թրաֆիքինգ հասկացությունը։ Մեկը եղել է 2008 թվականին, մյուսը եղել է 2014 թվականին։ 2008 թվականի դեպքը վերաբերվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, որոնք ստեղ շահագործվում էին եւ ներգրաված էին մերկապարերի մեջ, իսկ հաջորդը դուք ճիշտ նշեցիք, այո, անցյալ տարի դեկտեմբեր ամսին դեպք բացահայտվեց կապված Չինաստանի քաղաքացիներին, այստեղ շահագործվելու, սեռական շահագործման ենթարկելու մասին։ Տվյալ դեպքում չինացի մեր երկրում շահագործել է իր հայրենակցին, բայց քիչ չեն դեպքերը, երբ հայն է այլ երկրում շահագործում հային։ Սա հիմնականում տեղի է ունենում Ռուսաստանում։ Թրաֆիքինգի այս տեսակը կոչվում է աշխատանքային։ Գործակալությունում գրանցված է որպես աշխատանքի համար աշխատանքի փնտրում։ Մենք զանգահարեցին, ասեցին Մոսկվայում, Պատմասկվա ունենք աշխատանք։ Խմորեղենի աշխատանքը ամուսնուդ հետ կարող ես գալ։ Սահմարկեցուցիչ այս պատմության սկիզբն էր միայն խոստումնալից։ Օրեր առաջ վիրահատված ամուսնու հետ մտածել են ու սկզբում որոշել հրաժարվել, սակայն ինչպես ասում են, դրսի ձայնը քաղցր է։ Խոսափողի մյուս կողմից այնպիսի խոստումներ են տրվել, որ աշխատանքի խնդիր ունեցող ամուսինները երեխաների ապագայով մտահոգված որոշել են մեկնել, բայց հասնելով տեղ անակնկալի են եկել։ Մեծ գործարան էր, գործարանի մեջ կային բառակներ, փոքր, այդտեղ պետք է մնային ընտանիքներով կամ օտարքին տղամարդ տարբերություն չկար, այսինքն չկար հիգիենա, չկար ոչ մի բան, ոչ էլ կար տեղ անգամ անկողին, որ կարողանայինք նորմալ քնել։ Մեկ ամիսը մենք քնել ենք, էդ էլ ասեմ, որ փափայտի վրա։ Անմարդկային պայմանների մասին Մարինեն առանց արցունքների խոսել չի կարողանում։ Նա հիշում է, փաստաթղթային հարցերը կարգավորելու պատրվակով առաջին իսկ օրը վերցրել են անձնագրերն ու այլևս չեն վերադարձրել։ Աշխատում ենք իրենց ասած 12 ժամից 24 ժամը, դեռ չքնած 1 ժամ, նորից մենք պետք է աշխատեինք։ Առաջի գնացած օրվանից 5 օր ամուսինը սոված մնաց։ Սոված, ծարավ, առանց հանգստի, դժոխային այս պայմանների մասին սակայն Հայաստանում ոչ ոք չի իմացել։ Ընտանիքի անդամները ինչ-որ անհանգստություն այդ ամենի մեջ չէին զգացել, ինչ-որ տարօրինակ։ Մեր կողմից չէ, որտեղ նրանք գիտեին, որ մենք գնացել ենք, մենք այնտեղ լավ ենք, որտեղ մայրս ու եղբայրս են երեխաներից սպանում, չէի ցանկանալ, որ նրանք իմանային մեր կարգավիճակը։ Խմորեղենի արտադրամաս տերերն էլ հայեր էին։ Տերերը բոլորը հայեր էին։ Եվ աշխատողներն էլ էին բոլորը։ Աշխատողներից կար 2 ուկրաինացի, դա վերջի օրերը եկան, որ փախստական էին, եւ 1 մոլդավան կա։ Մնացածը բոլորը հայեր են։ Ժամանակակից ստրկության դասական օրինակ, որի հեղինակը հայ է։ Հայ, որը Ռուսաստանում շատ փող վաստակելու մարմաճով անմարդկային ու դժոխային պայմաններում աշխատեցնում է մեծ մասամբ հենց իր հայրենակիցների։ Մի կին կար էլի ամուսնու հետ նենց է եկած, այդ կինը այնքան որ սովածությունից, այն անքնությունից վատացել էր, շաքարը բարձրացել էր, ականջները խլացել։ Ինչ է եղել այդ մարդկանց հետ Մարինեն հիմա չգիտի, բայց լավ է հիշում։ Այդ ամենը օր-օրի ավելի է բարդացրել ամուսնու առողջական վիճակը։ Օրերից մի օր էլ նրա ամբերության բաժակը լցվել է եւ ըմբոստանալով ներկայացրել է իրենց իրավունքները, պնդել, որ այլևս այդպես աշխատել չեն կարող։ Որտեղ որ աշխատում էինք, դրա քույրը հաշվապան էր, գլխավոր հաշվապա էր որպես։
Զանգարեց ասեց, թե մի աշխատեք, դուք տեսեք ինչ կլինի։ Հենց շեֆն էր այդտեղի։ Եկավ ինձ ասեց, եթե այդպես անեք, առանց անձնագրի, հանում եմ տանեմ Մոսկվա, Կրեմլի դեմը թողեմ, ինչ ուզում եք եղեք։ Հայ գործատուների հայտարարություններին ի պատասխան ամուսինները վստահեցրել են, որ կդիմեն ոստիկանություն։ Որ արդեն սկսեցի գորգռալը, որ շատ վատ է լինելու, ես զանգել եմ ծնողս բողոքա ներկայացրել, ինձ ուղարկեցին ամուսնուս պահեցին։ Առանց ամուսնու Հայաստան վերադարձած կինը նախ դիմել է ոստիկանություն, հետո շտապել այն գործակալություն, որն իրենց դրախտային պայմաններ էր խոստացել։ Նա ինչքան էլ վատ էր ամուսինս այնտեղի վիճակի էլ չէր անգամ ոտի վրա քայլելու։ Նրանք չէին ուղարկում գործակալությունը, որտեղ ես վախացրի, ասի ես գնացել եմ բողոքել եմ ձեր դեմ։ Մեկ օրվա ընթացքում դեկտեմբերի 20-ին ամուսնուս ուղարկեցին Հայաստան, եւ որ եկանք արդեն բժշկի ասին, արդեն չեն կարող օգնել։ Մեկ տարի էլ չի անցել այս պատմության սկզբից ու Մարինեն մնացել է միայնակ։ Այժմ նա հարազատների օգնությամբ է 4 զավակներին մեծացնում, հույսով, որ ամուսնու մահվան պատասխանատուներն անպայման կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Գործը քննության փուլում է։ Թրաֆիկինգը դա ծանր, իսկ դրա որակյալ մասերը առանձնապես ծանր հանցագործություն է Հայաստանում, եւ եթե չափահաս անձի թրաֆիկինգը պատժվում է 5-ից, իսկ որակյալ մասերը մինչեւ 15 տարի, 14 տարի կներեք ազատազրկում, երեխայի կամ հոգեկան հիվանդության հետևանքով իր արարքի բնույթ նշանակությունը չգիտակցող անձի թրաֆիկինգը կամ շահագործումը պատժվում է 7-ից մինչեւ 15 տարի։ Մեր երկրում առաջին անգամ 2003 թվականին է քրեական օրենսգրքում նախատեսվել մարդու առևտուրը դատապարտող հոդված։ Եթե չեմ սխալվում 40-ից ավել անձ ունենք 2013 թվականից մինչ օրս դատապարտված։ Դատախազության տվյալով 21 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 27 անձի։ Նրանցից 16-ը կանայք են, 11-ը տղամարդիկ։ Վերլուծության համաձայն նրանց 92%-ից ավելին չի աշխատել։ Մեղադրյալներից միայն 3-ն են ունեցել բարձրագույն կրթություն։ Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի տարեկան զեկույցում, որը նվիրված է թրաֆիկինգի դեմ պայքարին, ներառված է ամենաբարձր խմբում։ Մարդիկ վերադառնալու շատ ժամանակ նույնիսկ եղանակին համապատասխան արտահայտություն չեն ունենում։ Օգնում են, որպեսզի մարդը տեղավորում են նախ իրենց հատուկ կացարաններում, բոլորինց անհայտ, ոչ ոք չգիտի այդ կացարանների տեղը, սոցիալական աջակցություն է տրվում։ Պետության ու հասարակական կազմակերպությունների տրամադրած տարատեսակ սոցիալական, առողջապահական ու իրավական աջակցությունից բացի հնարավորություն է ստեղծվում, որ այսպես կոչված զոհը նոր մասնագիտություն ստանա ու կարողանա ինտեգրվել հասարակությանը։ Մենք կարողացել ենք հիմա էլ կարողանում ենք մարդկանց տրամադրել հնարավորություններ աշխատանքային ուսուցման, մասնագիտական ուսուցման եւ ուսում ավարտելուց հետո սովորաբար տրամադրում ենք այն նվազագույն քանակագործիքների, որը պետք է մարդուն ինքնուրույն աշխատելու համար։ Նման պատմությունների մեջ չընկնելու համար մասնագետները հորդորում են արտերկիր մեկնելուց առաջ մի լավ ծանր ու թեթև անել, առաջին հերթին պահանջել պայմանագիր, տեղեկություն հավաքել այն մարդու կամ ընկերության մասին, որը մեծ խոստումներ է տվել։ Այնուհետև, եթե դուք արդեն որոշում ընդունել եք եւ ուզում եք մեկնել, այն բոլոր փաստաթղթերը, որոնք դուք ձեզ հետ վերցնում եք, դրանց պատճենները անպայման թողնել հարազատների մոտ։ Ասել թե դու ուր ես գնում եւ ինչ նպատակով։ Ունենք դեպքեր, երբ որ ծնողները անգամ չգիտեն, թե որտեղ են իրականում գտնվում իրենց երեխաները կամ իրենց բարեկամները, իրենք կարող են ասել, որ մեկնում են ոչ թե Էմիրություններ Արաբական կամ Թուրքիա, այլ մեկնում են Ռուսաստանի Դաշնություն։ Քիչ հավատալ, հատկապես նրանց, ովքեր չափից դուրս բարիքներ են խոստանում։ Շատ կարևոր է, որպեսզի դուք իմանաք տվյալ երկիր, որտեղ դուք մեկնում եք, գոնե էլեմենտար շփման լեզուն։ Եթե չիմանալով թուրքերեն օրինակի համար իրենք առաջարկեն գնալ Թուրքիա եւ աշխատել վաճառողուհի ինչ-որ ծաղկի սրահում, անձը պետք է գիտակցի, որ նա չի կարող։ Բոլոր դեպքերում շատ չգայթակղվել, առաջարկներով, որոնք առաջարկում են քիչ աշխատանքով շատ բարեկեցիկ կյանք։ Մեր ամենամեծ սխալը գայթակղվել էր գումարի, այսինքն իրենց առաջարկած պայմանների, երբ որ նրանք խոսում են, կարծում ես դրախտ ես գնալու,
բայց երբ որ դուրս ես գալիս ու հասնում ես այնտեղ, զգում ես ոչ թե դրախտում ես հայտնվել, այլ դժոխքի դռներն են դեմդ բացվել։ Դժոխային պայմաններում մարդկանց աշխատեցրել են բոլոր դարերում, սակայն եթե հին աշխարհի ստրուկները կամ երկրորդ համաշխարհայինի ռազմագերիները այլընտրանք չունեին, այսօր կանխարգելման բազմաթիվ միջոցառումներ կան։ Եթե այդուհանդերձ մարդը որոշել է մեկնել արտերկիր աշխատանքի, հաշվի առնել է պետք վերը նշված բոլոր կետերը ու հիշել գլխավորի մասին։ Կարմիր տառերով նշվում է, որ երբեք անձը հաստատող փաստաթուղթը որևէ մեկին չտալ։ Եթե մարդը չի կատարել ոչ մի պահանջ, անձնագիրն էլ հանձնել է այսպես կոչված գործատուին, ապա անմիջապես պետք է միջոցներ փնտրել այնտեղից դուրս պրծնելու համար։ Դրանցից մեկը թեժ գիծն է։ Օրվա որ ժամին էլ զանգը լինի, ապա կարող են ձեզ աջակցել եւ երկրի ներսում եւ արտերկրի։ Երկրորդ միջոցը տվյալ երկրի իրավապահներին դիմելն է։ Ընդհանրապես անհրաժեշտ է մոտենալ ու ասել մեկ բառ՝ trafficking։ Կա նաեւ այն կարծրատիպը, որ արտասահմանում ոստիկանության հետ չի կարելի շփվել, եթե դու անձնագիրդ քեզ մոտ չէ։ Վախն է միայն, որ ստիպում է լարել։ Գուցե վստահության պակասը, ասենք այլ երկրում իրավապահ մարմինների նկատմամբ գուցեև դա։ Մենք ունենք դեպքեր եւ Էմիրություններում, եւ Թուրքիայում, եւ Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ զոհերը դիմել են տեղի իրավապահ մարմիններին եւ դիմելով դրանից հետո դրական է ավարտվել այդ գործը։ Այն կարծրատիպը, որ Թուրքիայում եթե քեզ ոստիկանը բռնեց, ինչով որ վախեցնում են տրաֆիկյորները, ասում են Աստված չանի, թուրք ոստիկանը քեզ բռնեց, այդ նշանակում է դու գնացիր կորար ամբողջ կյանքով եք, իրականում այդպես չի։ Թուրք ոստիկանները իրենց առանձնացնում են, հատուկ կացարաններում են պահում, մինչև պարզում է մարդու անձը։ Ստացվում է հայը Թուրքիայում շահագործում է մեկ այլ հայի, իսկ օգնության է ասնում թուրքը։ Ու քանի որ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, մեր պետությունն իր քաղաքացիներին վերադարձնում է կամ Ինտերպոլի կամ միջազգային մարդասիրական ընկերությունների միջոցով։ Արաբական Էմիրությունների եւ հետ մենք ունենք փոխհմբռնման հուշագիր 2009 թվականին ստորագրված տրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանը տեղեկացնում է, ակտիվ համագործակցում են Ռուսաստանի հետ, այս դեպքում առանց միջնորդների, բայց այստեղ տեղին է նկատել, որ աշխատանքային տրաֆիկինգի զոհերը շատ ավելին են, քան բացահայտված դեպքերը։ Դա գալիս է նախ եւ առաջ Ռուսաստանի եւ Հայաստանի օրենսդրական օրենքների որոշ տարբերությամբ, այսինքն այն երևույթը, որ մեր օրենքով որակավորվում է որպես տրաֆիկինգ, իրենց մոտ դեռևս տրաֆիկինգ չի։ Աշխատանքային շահագործման առումով Ռուսաստանը հանդիսանալով նպատակակետ երկիր, զոհերի մեծամասնությունը այնտեղ կազմում են տղամարդիկ եւ որպես կանոն, այո, ճիշտ նշեցիք, որ ավելի դժվար են համագործակցում իրավապահ մարմինների հետ, շատ դեպքերում կատարվածը տրաֆիկինգ չեն համարում։ Հայ տղամարդը չի սիրում պարտվածի կամ որ շահագործվածի կերպարի մեջ մտնել։ Նույնիսկ բացահայտ իմանալով, որ ինքը շահագործվել է, այստեղ չի հայտարարում այդ մասին։ Արզուման Հարությունյանը հիշեցնում է, իրավապահներին տեղյակ պահելով ու մեկ հանցագործի բացահայտումով կարելի է կանխարգելել 20 այլ մարդու հնարավոր շահագործման դեպքերը։ Ոստիկանությունում էլ մեզ տեղեկացրեցին, որ եղել են դեպքեր, երբ ծնողներն են դիմել Հայաստանի իրավապահներին իմանալու համար, թե որտեղ է գտնվում իրենց զավակը։ Արդյունքում բացահայտվել է տրաֆիկինգի կամ շահագործման դեպք, զոհը հայտնաբերվել է օրինակ Արաբական Էմիրություններում եւ անվտանգ վերադարձել է տուն։ Տուն վերադառնալու հույսը կորցնել պետք չէ։ Հիշել է պետք թեժ գծի հեռախոսահամարները, իսկ հնարավորության դեպքում էլ դիմել ոստիկանությանը։ Իսկ տրաֆիկինգի չենթարկվելու համար ավելի լավ է նախապես ծան ու թեթև անել ցանկացած գայթակղիչ առաջարկ ու մի փոքր էլ կասկածամիտ լինել խուսափելու համար կյանքի կտրուկ շրջադարձերից։ Կյանքի կտրուկ շրջադարձերից խուսափել չեն կարողացել ցմահ դատապարտվածները։ Ովքեր են նրանք, ինչ մեղադրանքներով ու ապացույցներով են դատապարտվել եւ արժե արդյոք հուսալ, որ մի օր նրանց դատավճիռները կվերանայվեն։ Ցմահ դատավճիռ, որն այսօր կիրառվում է Հայաստանի Հանրապետության 101 քաղաքացու նկատմամբ։ Ցմահ ազատազրկվածների հարցը մեր երկրում օրակարգային է։ Նրանցից շատերը 1-2 տասնամյակ է դատապարտված են, բայց գործերը վերանայելու ոչ մի հույս դեռևս չի տրվում։ Այդ կատեգորիայի մարդկանց ընդհանրապես չի ուզում իշխանությունն անդրադառնալ։ Վերաբացելը գործը դա խնդրահարույց է լինելու համապատկան մարմինների համար։
Դա կնշանակի, որ պետք է փնտրել նոր հանցագործի, պետք է փնտրել էլի այլ գործով ապացույցներ, վկաներ միգուցե արդեն նոր այլ անձանց պետք է փորձել փնտրել ինչու է այդպես եղել, արդյոք կեղծարարություններ եղել են, չեն եղել, այլ այդ անձանց քրեական պատասխանատվության բարձրացնելու հարցն է գալիս 100,000-ին ընկնող ցմահազատազրկվածների քանակով եվրոպական չափանիշներով Եվրոպայում, այսինքն Հայաստանը առաջին տեղերից մեկում է։ Պետք է ստեղծվի ինչ-որ հանձնաժողով, ինչ-որ համակարգ, որ այդ գործերը բերեն նորից քննեն։ Ի վերջո եվրոպական փորձը ասում է, որ 8 տարի անց, 10 տարի անց պետք է նորից անդրադառնալ նախկին գործերին։ Մանավանդ երկարատև եւ ցմահազատազրկվածների, որոնց պարագայում դատական սխալը ելի եմ կրկնում հատկապես ճակատագրական կարող է լինել եւ անդառնալի։ Իշխանությունները պետք է խիզախություն ունենան, որպեսզի բացեն այդ գործերը եւ ասեն, որ այո, մենք ինչ որ մի փուլում սխալ ենք։ Մեր ապացույցը ընդհանրապես որը ուղղակիորեն, այսինքն իրավական դեպքում ասած, հանդիսանա ուղղակի ապացույց, որ Մհեր Ենոքյանը կատարել է սպանություն։ Եվս մի քանի ամիս ու կլերանա 20 տարին, որ Մհեր Ենոքյանը դատապարտված է ցմահազատազրկման։ Այսքան ժամանակ նա փորձում է ապացուցել, որ ինքը չի սպանել համակուրսեցուն։ Բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողին 20 տարեկանում սպանության մեղադրանք է առաջադրվել ու կարճ ժամանակ անց նա դատապարտվել է։ Իր դեմ ցուցմունքը փոխվել է 4 անգամ, բայց ի վերջո այն արժանահավատ են համարել ու Մհերին ցմահ դատապարտել։ 2005 եւ 2014 թվականներին արդեն նախկին ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի հետ նա բանտից փախուստի է դիմել, հետո նրանց գտել են ու հետ վերադարձրել Կալանավայր։ Մհեր Ենոքյանը Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող է, գրում է թղթակցում լրատվական կայքերին։ Մինչև այսօր չի բարձրել դիակը ոնց է կապել։ Գլխավոր դատախազությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել պարզելու համար, թե դիակը տնից մի կիլոմետր հեռու ոնց է հայտնվել։ Այն ժամանակ ասել են դրել են պայուսակի մեջ տարել են։ Իրանք էլ ասել են, հա, դրել են պայուսակի մեջ տարել են։ Տարիներ անց ինքն այդ հարցի պատասխանը ստանում է, նոր հանգամանքներ էին ի հայտ եկել։ Համապատասխան մարմիններին նա տեղեկացրել է, թե ինչպես, ինչ մեքենայով եւ ում օգնությամբ է տեղափոխվել դիակը։ Տրված տեղեկություններին ականջ դնող մինչև այսօր չկա։ Մեր դատախազությունը, մեր արդարադատությունը ամենաարդարն է, անսխալական է, բայց որ ամեն մեկի գործը բացում նայում ես, ուղղակի ամաչում ես։ Դա իրավաբանի գրած ձևակերպումներ է, ոնց որ Գյուլնաստատի հեքիաթն լինի։ Ցմահ ազատազրկվածների ծնողներն ու հարազատները վերջերս էին կառավարության շենքի մոտ։ Պահանջը նույնն է՝ վերաբացել ցմահ ազատազրկվածների գործերը։ Ես հո չեմ պահանջում, որ իմ տղային ազատ է։ Ես դա չեմ պահանջում։ Ես պահանջում եմ իմ տղայի գործերը նորից վերանայեն։ Գործը վերանայեն, ամեն ինչ բաց դուրս կգա, մաքուր դուրս կգա ինքը։ Ինչի՞ չի կարելի այդ մարդկանց գործերը մի հատ վերանայել։ Հնարավոր է շատ անմեղ մարդիկ լինեն, հնարավոր է չլինեն, բան չունեմ ասելու։ Հնարավոր է 10 հոգի լինի, բայց 10 հոգին մարդ է, չէ՞։ Ինչի՞ չեն գնում տեսնել այդ մարդը ինչ ա ուզում։ Բողոքի նման ակցիաներին զուգահեռ ժամանակ առ ժամանակ հացադուլ են հայտարարում նաև ցմահազատազրկվածները, անկախ ամեն ինչից, սա այլը տեղից չի շարժվում։ Իմ տղան արդեն 8 տարի է որ նստացել։ Ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրն է։ 2008 թվականին որդուն ձերբակալել են տաքսու վարորդի սպանության մեղադրանքով։ Արենն իրեն մեղավոր չի ճանաչում մինչև այսօր։ Տղաս դատապարտվել է այն գործով, որ ինքը սպանությունը չի կատարել, բայց սպանությունը բարդեցին տղայից վրա։ Մի բարձ ապացույց իմ ձեռքի տակ ես ունեմ մի շարք ապացույցներ, դա փորձագետի ապացույցներն են, փորձագետի արած եզրակացությունների իման վրա։ Ստեղ կա, ասենք, այս կարմիր տողերով, որ ընդգծված է, կա իմ տղայի, ասենք, ասում է Չատինյան ուրեմն քրեական գործում չկա մի որևէ ապացույց, որով հիմնավորվի, որ Արեն Չատինյանը եղել է դեպքի վայրում կամ մասնակցել է հանցագործության կատարմանը։ Նշվածը վերաբերում է, խնդրում եմ ուշադիր, մատնահետքերին, ոտնահետքերին, ձեռքի ափի հետքերին, արյան հետքերին կամ որևէ այլ իրեղեն ապացույցների։ Ավելին, սպանության վայրում հայտնաբերվել են այլ անձի մատնահետքեր, որը գտնվում է հետախուզման մեջ։ Արեն Չատինյանը մինչև այսօր պնդում է, սպանվածին չի էլ ճանաչել։ Իմ տղայի գործը, որ քննել է, այդ քննիչը իմ հաջորդ գործը քննելու ժամանակ ձերբակալել են քննիչին։ Ինչի են ձերբակալել, որ ինքը գործերը սխալ է քննում։ Այդ քննիչը
ինձ ասեց դու քո տղային ասա թող այդ ասի ես եմ արել, որ իրեն կտան 15 տարի։ Իսկ եթե ինքը իրեն վրա չվերցրեր, իրեն հասնում է ծմա դատապարտել։ Ես տղայիս հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ Արեն Ազիզ ջան, սենց բան ինձ ասում է, մամ ասում է, բայց եթե ես չեմ արել, ես ոնց ասեմ ես եմ արել։ Ես լալացա, հեռախոսը ձեռքից մտածում եմ, ես իմ տղային ինչ ասեմ։ Ասեմ Արեն ջան, ասա ես եմ արել, որ 15 տարի տամ, որ իմ տղայի անունը դուր գա մարդ հասպա։ Թե ասեմ, Արեն մի ասա, որ ծմահ դատապարտել։ Նույնանման է նաև ծմահ դատապարտված Վաղարշակ Ավետիսյանի գործը, նորից տաքսու վարորդի սպանություն։ Ես որ ասի տղա ջան, բողոքեմ, ասես մամ ուր բողոքես, սաղ իրանք են, ում բողոքես։ Ոնց կարար մարդը 7-րդ մասիվում լիներ ու համատեղ Գորիսում մարդ սպաներ։ Դա աբսուրդ էր։ Սարքեցին, ծեծեցին, որ ինքն է արել։ Լավ, սպանելուց հետո իբր թե ավտոն ինքն է քշել։ Մարդն հետքեր ասում են, բերեցիք իս ցույց տվեցիք, ասեցիք որ քնիչին ասում եմ, ասենք ձեր ասեցու ինքը ծեծել, սպանելուց հետո քշելա, չէ մեքենան։ Մարդն հետքն եղել, ասма չէ։ Վրեն արյան հետքերն եղել, ասма չէ, բա ինչի իմ ամրայքի մեր խունից տասնում։ Վաղարշակը պատիժը կրում է արդեն 8 տարի, 20 տարեկանից։ Մայրը խոստանում է, չի հանձնվելու եւ պայքարելու է մինչեւ վերջ։ Եկան երկու անգամ տունը ուբիս կարեցին, ոչ ման չճարեցին, ասма դու քո տղային ասա թող վիզ վեկալի, որ ինքն այդ մարդուն սպանել, բայց ոչ մի ապացույց չունեն իրանք, ոչ մի ապացույց։ Մենք իրան կտանք 15 տարի, եթե չէ ինքը ծմահով անցնելու։ Արթուր Քոչարյան, Ավետիք Թումանյան, Սուրիկ Չոբանյան։ 19 տարեկանում նախկին ծառայեկիցները դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ 2004 թվականին նրանց մեղադրեցին համածառայակցին կախելու միջոցով սպանելու համար։ Բոլորն էլ հերքել են իրենց մասնակցությունը։ Մինչև այսօր պնդում են, որ անմեղ են։ Առանց որևէ հիմնավոր ապացույցի մեզ դատապարտեց Արաչայանի դատավորը ցմահ ազատազրկում։ Որևէ մի հիմնավոր ապացույց բերել, որ կհիմնավորի էլի մեր ներկայությունը դեպքի վայր։ Չկարողացա։ Մեղադրական եզրակացությունն ու դատավճիռն այս դեպքում հիմնված են մեկ այլ ծառայակցի Անդրանիկ Կարապետյանի մոտ 6 անգամ փոփոխված ցուցմունքների վրա։ Գործում մոտ 15 փորձագիտական եզրակացություն կա, բայց դրանցից որևէ մեկում չկա այս տղաներին պատկանող մասնիկ։ Մատնադրոշմային փորձաքննությամբ դիակի վրա հայտնաբերվել են դեռևս չբացահայտված մատնահետքեր։ Ցմահ դատապարտյալ Էմիլ Չիվտչյանը նույնպես դատապարտվել է բանակում կատարված սպանության գործով։ Մեղադրանքի ու դատավճռի հիմքում Էմիլի ինքնախոստովանական ցուցմունքներն են տված նախաքննության ժամանակ։ Դրանցից նա հրաժարվել է դատավարության ընթացքում, պնդելով, որ նման ցուցմունք է տվել խոշտանգումների ու ընտանիքի հետ հաշվեհար դարտեցնելու սպառնալիքի պատճառով։ Ցմահ դատապարտել են իր չկատարած հանցագործության համար, ինչ ինքը չի արել։ Ուրիշը կատարած հանցագործության համար 3 հոգի սպանել են։ Ինքը ճանաչել է մի հոգուն մեռնողներից, դրա համար իրան դատապարտել են ցմահ։ 18 տարեկան։ Էմիլը դատապարտված է արդեն 12 տարի։ Նրա մայրը պնդում է ունեն մի շարք ապացույցներ, բայց դրանց ուշադրություն դարձնող չկա։ Գործերը չվերաբացելը նաև կապված է այդ մարդկանց ապահովագրելով, որտեղ եթե այդ գործերը վերաբացվեն, այնտեղ միգուցե բարձվի, որ պաշտոնական կեղծիքներ են արվել, ինչ որ ապացույցներ են կեղծվել եւ այլ, ինչը պետք է հետևի քրեական պատասխանատվության։ Հենց այդ պատճառով չեն գործերը վերաբացում։ Մեր դատաիրավական համակարգը դեռևս բացառում է, որ անմեղ մարդը կարող է հայտնված լինել բանտում։ Արդյոք Հայաստանում դատական իշխանությունը իդեալական իշխանություն է դատական համակարգը։ Նույնիսկ Հայաստանի իշխանությունները քաղաքական ուժերը չեն ընդունում դա։ Ընդունելով հանդերձ, որ դեռևս շատ թերացումներ կան, հետաքրքիր է, որ ավելի կայացած դատական իշխանություն ունեցող երկրներում, մասնավորապես Միացյալ Նահանգներում, եվրոպական շատ երկրներում, ընդունում են, որ ես դատարանները կարող են սխալվել։ Բազմաթիվ դատական սխալներ հետագայում պարզվում են եւ մարդիկ անմեղ դատված մարդիկ ազատվում են։ Իսկ Հայաստանում ոչ։ Չի եղել դատական սխալ։ Երբ որ մեր երկրում ազդեցիկ է տուժողի կողմը, արդարադատության նժարը ճկվում է այդ կողմը։ Երբ որ ազդեցիկ է մեղադրյալի կողմը, այս կողմը, եւ այդ շահերի հավասարակշռման կենտրոնը, որը պետք է լինի արդար դատարանը, հենց գալիս ենք արդար դատաքննության խնդրին։ Գործեր կա 3-4 ամիս ա տևել արարքը կատարելու պահից մինչև գերագույն դատանի կողմից մարդուն մահապատժի դատապարտելը։ Արթուր Մկրտչյանը ցմահ է դատապարտվել 5 ծառայեկից ընկերների սպանության մեղադրանքով։ Նման վճիռ կայացնելու հիմքը կրկին ինքնախոստովանական ցուցմունքներն են, որոնք իր պնդմամբ ձեռք են բերվել խոշտանգումների միջոցով։ Նա բազմիցս նշել է այդ ժամանակ բացի իրենից ծեծել ու բռնության են ենթարկել մեկ այլ զորամասում ծառայող եղբորը իր աչքի առաջ։ 14 օր ինձ պահեցին, մեկը 2-ի վրա, ֆակտեր 4 պատ, 14 օրվա ընթացքում գոնե մի րոպեով ձեռնաշղթաները չհանեցին։ Կմատնեի կծեծեին, ուղղակի,
Արա, ես ինչ ես արել ու տրորեսին անցան։ Տեսա նորից աղբորս ծեծված։ Այն աստիճան, որ նստած հեկեկում լացում էր։ Սպառնալիքների ու ծեծի ազդեցության տակ այդ ցուցմունքները տրվել ու նույնը զինդատախազը ասեց, որ չեն բացառում, որ խոշտանգումների արդյունքում է եղել այդ ցուցմունքները։ Արթուր Մկրտչյանը մինչև այսօր արդարություն է պահանջում։ Բանտում է արդեն 19 տարի։ Նա դատանում հայտնել է, որ դիրքեր մարդիկ էին եկել, ովքեր կատարել են այդ սպանությունը։ Բայց դատարանը նշել էր, որ չէ, Արթուր Մկրտչյանը սուտ է ասում, որ դիրքեր մարդիկ էին եկել, դա ուղղակի փորձում է պատասխանատվությունից խուսափել։ Եվ Ջանգիրյանը հայտնել էր, որ միգուցե 5-ին ինքը չի սպանել։ Բայց 3-ին վստահ են, որ ինքն այն երկուսինը կասկածելի է, հնարավոր է ինքը չի։ Դատախազը հայտնում է, որ այո դիրք մարդիկ էին եկել, ինչ որ գործարքեր եղել նրանց միջև եւ այլն։ Ու դա հակասում արդեն դատավճռային դիրքորոշմանը, որ Արթուր Մկրտչյանը սուտ էր խոսում։ Փաստորեն ճիշտ էր ասում, որ դիրքեր մարդիկ էին եկել։ Ստեմ արդիկ սովից մեռնում էին։ Չեմ ասում, էլ ասենք ծեծու ջարդի հետևանքով առաջացած հիվանդությունները տարաբանում են։ Պայքար միջև վերջ։ Սողոմոն Քոչարյանն է։ Նորանկախ Հայաստանում նա ՑՄՀ ազատազրկվածներից միակն է, որ ազատվել է պատիժը կրելուց առողջական խնդիրների պատճառով։ Սողոմոն Քոչարյան ծնվել է 1966 թվականին Բաքվում, 1980-ականների վերջին մոր ու քույրերի հետ տեղափոխվել է Գորիս։ 1992-ից Մխիթար Սպարապետ ինքնապաշտպանական ջոկատում մասնակցել է Արցախյան պատերազմին որպես կամավոր։ Մասնակցել է Շուրնուխի, Կորնիձորի, Հորադիզի, Քարվաճարի, Միրքենդի, Ջաբրայելի մարտերին, Կուբաթ Լուլաչին օպերացիայում վիրավորվել, ապա բուժումն անավարտ թողած, նորից կռվի դաշտ վերադարձել։ 2 անգամ կոնտուզիա է ստացել, 1994-ին ձեռքի ծանր բեկորային վնասվածք։ Մարտական ուղի անցած ազատամարտիկը ազատազրկված էր արդեն 20 տարի, 49 տարեկան է։ Նրան դատապարտել են Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության մեղադրանքով։ Սպանվածը Իրանի քաղաքացի էր, ազգությամբ ադրբեջանցի։ Ըստ մեղադրանքի Սողոմոնը կրակել է նրա արմնկին, նա վայր է ընկել ու գլուխը խփել է բութ մակերեսի ու մահացել։ Նրան դատապարտել էին մահապատժի։ Ավելի ուշ պարզվել է, որ կատարվածի համար խիստ դատավճռի կայացման հարցում լուրջ դերակատարում է ունեցել Հայաստանում Իրանի դեսպանը։ Դատախազը նշում էր, որ ինքը Սողոմոն Քոչյանի վերաբերյալ համաձայն չի եղել մահապատժին, գտել է, որ 15 տարին էլ բավական է, բայց իրեն քաղաքական ճնշման արդյունքում ինքը գնացել է եւ դատանից պահանջել է մահապատիժ։ Դատախազը ինքը բացահայտում է 19-20 տարի անց, որ եղել է ճնշում մեկ այլ պետության կողմից։ Բայց սա հիմք չհանդիսացավ, որպեսզի վերանայման վարույթ սկսվի, գործը վերաբացվի։ Սողոմոն Քոչյանը կարող էր 1 տարի ու կես առաջ արդեն ազատության մեջ լինել եւ ոչ հիվանդության հիմքով։ Եղել է սովորակ որ հուսահատվել եմ, հատից եմ հավատացել գոլավ, որ կդամ հասնեմ արդարության, բայց խորհուրդ կտա բոլորին պայքարել, քանի որ շնչում եք պիտի պայքարել, որ արդարությունը հաղթի։ Հետո մենք երբ չեք պայքարել, ավելի բատողերը իդներում մեր երկիրը, քանի որ չայնը դեմ որ չեք պայքարում, չալը շատանում է, իտ պայքարել, շատ բատկա, որ գործերը գդեք ոնց, սարկացել, շատ կա որ ամուրս, սարկացել գործերը, ուրիշ սպանությունները պարթել է դիակտրերի վրա, մանավանդ բանակի գործերը։ Բանտում նա միայն իր կյանքի 20 տարիները չէ, որ կորցրել է։ Այն ժամանակ, երբ դատապարտեցին, կինն առաջնեկին էր սպասում։ Դստեր ծննդյան լուրն իմացել է Բանտում։ Առաջին անգամ փոքրիկին տեսել է 7 տարեկանում, հետո եւս 2 անգամ եւ վերջ։ Մինչև նա անազատության մեջ էր, ծանր հիվանդությունից մահացել է կինը, իսկ աղջիկը Սյուզաննան 19 տարեկանում ինքնասպան է եղել։ Ոչ կնգանը տեսել եմ աղը, ոչ աղջիկանը, թամանը։ Ես տանալ չեմ կարող։ Նա նկարները տեսել եմ, բայց չեմ հավատում։ Հիմա կողքին մայրն է, բոլորի կարոտը փորձում է նրանից առնել։ Ձեռքը բաց չի թողնում ոչ մի րոպե, օր առաջ ոտքի կանգնել ու տուն գնալ է երազում։ Մաման գիտե, ես քանի տարի երազում վաննայի մեջ պարկեմ, տագջիրի մեջ, թուլանամ մի քիչ։ Տենց հիվանդ պարկած է եղել, ոչ մեկն է տերություն չեն արել։ Ժամանակին, որ տեր կարնեի, իրանից ինչ էր գնում։
Գոնե մեր օգնությամբ ինչ պետք է դեղեր եւ բանով մեկ կօգնեիք, տանում եմ մեկը ամիսի 3 անգամ դեղ եմ տարել։ Էդ էլ չեն արել։ Ուտեց անտե պարկած ա եղել խցը։ Ու հասցրեցին այս վիճակը։ Հիմա ինչ, ազատության մեջ է, ինչ։ Որ կապույտ երգիկ չի տեսնում, մաքուր օդ չի տեսնում, չի կարում ելնի գոնե մի մետրի վրա, կամ նստի, կամ թեքվի այս կողմենք։ Ինչ, որպես ինչ ուրախություն է։ Սողոմոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ, հիվանդություն եւ ողնաշարի լուրջ խնդիր։ Առողջական վիճակից բողոքել է 2006 թվականից, բայց որպես բուժում այս տարիների ընթացքում նրան նշանակել են ցավազրկողներ։ Սա դարձավ Սողոմոն Քոչարյանի կյանքի վերջին հարցազրույցը։ Ռեպորտաժն արդեն պատրաստ էր եւ տեղեկություն ստացվեց, որ նա մահացել է։ 2012-14 թվականների ընթացքում ուղիղ 85 դատապարտյալ մահացել է հիվանդանոցում, նրանցից 14-ը կարող էին դուրս գալ հենց պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու հիմքով, սակայն որևէ մեկի գործը նույնիսկ հանձնաժողովի մակարդակի չի հասել, չի քննարկվել ընդհանրապես։ Ամբողջ խնդիրը նա է, որ խմբային են դիտարկում խնդիրը, ոչ, պետք է անհատական մոտեցում։ Քրեական իրավունքի սկզբունքն է անհատականացման սկզբունքը։ Եվ պետք է յուրաքանչյուր գործ յուրովի նայել, հանգամանքները տեսնել, թե ինչպես են կայացվել այդ դատավճիռները։ Այս Սողոմոնի օրինակով մենք ցույց տվեցինք, թե ինչպես է կայացվել դատավճիռը։ Գնդից մի բեկոր փոկվեց եւ անցք է բացվել, որտեղ պետք է մտնել եւ սկսել աշխատել այդ ուղղությամբ։ Ցմահ ազատազրկվածների գործերը վերաբացելու հնարավորություն ըստ փաստաբանների տալիս է նաև 2011 թվականին ընդունված օրենքը, ըստ որի մեր երկրում առավելագույն պատժաչափը 15 տարուց դարձավ 20 տարի։ Ցմահ ազատազրկվածների զգալի մասը դատապարտվել է այդ միջակայքում։ Մնում է, որ օրենքը հետադարձ ուժով կիրառելու կամք լինի։ Իրավական տրամաբանությունը հուշում էր, բնականաբար հուշում էր, որ այդ օրենքը ընդունվելուց հետո դա պետք է հետադարձ ուժ ունենա մինչ այդ ցմահ դատապարտված անձանց համար, որովհետև նույն հենց իր հիմնավորումը դա էր ապացուցում։ Շատերը հնարավոր է, եթե այդ օրենքով դատվեին, ոչ թե ցմահ ազատազրկում կիրառվել, այլ 17, 18, լավ 20 տարի ազատազրկում, բայց ոչ ցմահ։ Այս հիմքով որևէ գործի վերանայման օրինակ դեռ չկա, բայց կա ուշագրավ մի իրողություն։ Մեր երկրում հանցագործության իրեղեն ապացույցները ոչնչացվում են ու դատապարտյալներն այլևս հնարավորություն չեն ունենում վիճարկելու իրենց դատավճիռը։ Ես հիմա միայն ենթադրել կարող եմ, թե մենք ինչ պատկեր կունենայինք, եթե մեր գործերով Հայաստանի Հանրապետությունում պետությունը պահպանած լիներ իրեղեն ապացույցները։ Երբ ես հարցնում եմ ոլորտի պատասխանատուներին, ինչու չեն պահպանվել այդ ապացույցները, նրանք ասում են, որ Զարուհի այնտեղ միտում մի փնտրի։ Պետությունը չէր կարող կանխատեսել գիտության նման զարգացումը։ Տասնյակ, գուցե նաև հարյուրավոր մարդիկ արդարացում են, երբ որ այդ նոր տեխնոլոգիաներով նոր փորձակնություններ են կատարում, որտեղ իրեղեն ապացույցները պահպանված են։ Դա կլինի տարբեր զենքերի կամ շեղբերի կամ դանակների եւ այլնի վրա հետքերը, որոնք պահպանված են, դա կարող է լինել տարբեր տիպի արյան հետքերի եւ այլն։ Հիմա իհարկե բոլորը լավ գիտակցում են, որ գիտությունը մեծ քայլերով առաջ է գնում ու կա անգամ վիճակագրություն, որ գենետիկ փորձաքննության շնորհիվ աշխարհում 333 մարդ տասնյակ տարիներ ազատազրկված լինելուց հետո անմեղ է ճանաչվել, բայց իրեղեն ապացույցները մեր երկրում դեռևս ոչնչացվում են։ Դրանք պահպանելու մասին օրինագիծը մի քանի տարի է ազգային ժողովում է, բայց այն այդպես էլ օրենք չի դառնում։ Թե ինչ կտա այդ օրինագծի ընդունումը ցույց կտա ժամանակը, բայց ցմահ դատապարտյալների գործերի վերանայման պահանջի համատեքստում չմոռանանք նաև տուժողների իրավունքների մասին։ Իսկ դուք մտածել եք տուժողների մասին, այ ես հաճախ լսում եմ այդ արտահայտությունը։ Իսկ ես նույն ոլորտի պաշտոնյաներին հակադարձում եմ այսպես. տուժողները կրկնակի տուժող են, երբ որ դրսում մնացել է իրական հանցագործը եւ մարդը դատապարտվել է անմեղ։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ Հայաստանում օրենքը գործում է ընտրովի, եւ մենք ունենք ընտրովի արդարադատություն եւ այդպիսի բոտարապես չասեն, գործում է այն համակարգը, ինչպիսին ավելի անկեղծ ասել էր Մուսոլինին, դուչեն, ասել էր մեր բարեկամների եւ ընկերներին թույլ է տրվում ամեն ինչ, օրենքները մեր հակառակորդների համար են։
Օրենքի կիրառման հավասարության, ցմահ դատապարտյալների գործերի վերաբացման հավանականության եւ դատապարտյալներին հանդիպելու վերաբերյալ խնդրանքներով Արդարադատության նախարարության իհարկե դիմեցինք 16 օր հարցազրույցի սպասելուց հետո ստացանք ահա այս պատասխանը։ Գերծանրաբեռնվածության պատճառով առայժմ հնարավոր չէ հարցազրույց իրականացնել։ Քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու վերաբերյալ մեր խնդրանքը եւս մերժեցին, թույլ չտալով տեսնել եւ խոսել ցմահ դատապարտյալների հետ։ Երևի որևէ մեկը չէր պատկերացնի, որ մի օր իրար տեսնելը, կենթանի շփվելն ու զրուցելը կարող են փոխարինվել հեռահաղորդակցման որևէ միջոցով։ Խոսքը 20-րդ դարի վերջին տասնամյակներին հայտնագործված համացանցի մասին է։ Մեր երկիրը համաշխարհային սարդոստայնին առաջին անգամ միացավ 1993 թվականին, դրանից բնակչությունը օգտվել սկսեց 2007-ին, ստեղծվեցին առաջին սոցկայքերը, հետո առաջացան նորերը, որոնք դեպի վիրտուալ տիրույթ բերեցին մեծ թվով օգտատերերի։ Այսօր այդ բանակը գնալով ավելանում է։ Մեծ քաղաքներում աշխարհում մարդիկ շփվելու պակաս ունեն, նույնիսկ ընկերների հետ ամիսներով հնարավորություն չեն ունենում հանդիպելու։ Եվ սոցցանցերը միակ միջոցն էին մարդկանց մտցնել ինչ-որ պահել այդ նույն շրջապատի մեջ։ Դա նոր միջոց է, որը որ թույլ է տալիս շատ արագ հատելով հսկա հեռավորություններ մոտիկ մարդկանց հետ շփվել։ Ժամանակակից աշխարհում կյանքն առանց դրա պատկերացնել չի լինի, տեղեկատվություն, գործարար նպատակներ, շփումներ, համացանցին ձեռած հնարավորությունները առայժմ անգերազանցելի են։ Այն բերես նաև խոսքի ու մտքի ազատություն։ Շատ գայթակղում է, որ դու կարող ես քննադատել ում ուզես, երբ ուզես, ինչի մասին ուզես գրես ու գոնե ինչ-որ քանակի մարդ քեզ կկարդա։ Շատերի համար վիրտուալ տիրույթը հանդիպման, ծանոթանալու եւ ժամադրվելու լավ առիթ ու հնարավորություն դարձավ, մյուսների համար էլ պարզապես հեշտ շփվելու հարթակ։ Նորմալ կյանքում մարդիկ շատ դեպքերում ունեն խնդիրներ շփվել, հա, ինչ-որ մեկին ինչ-որ մի բարդույթն է խանգարում, մյուսը ուղղակի իր հասարակական դիրքից ելնելով չի կարող ամեն բանի մասին ինչ-որ կարծիք հայտնել։ Նա ուզում է լինել ուշադրության կենտրոնում, նա ուզում է, որ իր մասին խոսեն։ Համացանցի առավելություններն ու ընձեռած հնարավորությունները շատ են, բայց այն իր հետ նաև բացասական զարգացումներ է բերել։ Սրանք տեսարաններ են մեզ շրջապատող իրականությունից, համացանցը հենց այսպես կլանում է իր բոլոր սիրահարներին։ Կախվածությունը ինտերնետի ամենալուրջ վտանգն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն դասել է վտանգավոր հիվանդությունների շարքում։ Մարդ իրան կորցնում է պարզապես վիրտուալ կյանքի, չի կարողանում այնտեղից դուրս գալ։ Քեզ կարիք չկա տնից դուրս գալու, հագնվելու, վերկանալու, գնալու, փող ծախսելու։ Դու այդ բոլոր բաները նստած քո աթոռի կամ բազկաթոռի վրա կոմպյուտերի դեմը դու դա կարող ես անել։ Դարի հրաշք, թե չարիք աշխարհն իրենով արած ինտերնետից կարճած են այսօր մեծ թե փոքր։ Ինչու են մարդիկ այդքան արագ տարվում համացանցով, մնում սոցկայքերում։ Բացատրությունը մեկն է, այնտեղ ամեն ինչ շատ ավելի հեշտ է, քան իրական կյանքում։ Այն խոչընդոտները, որը ունի շփման հետ կապված ռեալ կյանքում, ինքը դրանք կորում են։ Դրա համար շատ մարդկանց համար ցանցը միակ տեղն է, որտեղ իրենք կարող են ինքնադրսևորվել։ Հոգեբանների կարծիքով համացանցը հատկապես ռիսկային կարող է լինել երեխաների համար, այն լի է բազմաթիվ վտանգներով։ Ձեր երեխային չեք տանի, չէ՞, մութ անտառում թողնեք ու գաք, չէ՞։ Բարձր ոչ ոք չի անդա, բայց ինտերնետ թողնել է երեխային, այդ մութ անտառում թողնելն է։ Վտանգի զգացողությունը նվազում է, որովհետև խաղերում սովորում են, որ կարելի է անհաջող դեպքից հետո, նույնիսկ եթե մահանում ես, նորից փորձել, հա, ինչ-որ բան։ Եվ արդեն արձանագրվում են ինչ-որ դեպքեր, երբ որ երեխաները վատ ինչ-որ իրավիճակում են հայտնում, հենց այդ պատճառով, որովհետև ենթագիտակցորեն սկսում են ընկալել աշխարհը այնպեսի մի տեղ, որտեղ կարելի է նույնիսկ շատ դժբախտ պատահարից հետո նորից փորձել։ Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին առանց վերահսկողության օրական կես ժամից ավելի չթողնել վիրտուալ տիրույթում։ Այնտեղ նաև վնասակար տեղեկատվություն կա։ Կան դեպքեր, երբ որ երեխաները ստանում են նույնիսկ խանգարումներ, որտեղ նա մտնում է այն սայթը, որը իր տարիքի համար չի։ Վիրտուալ տիրույթը թույլ է տալիս մարդուն ավելի մտերիմ ընկալել, ավելի
հարազատ զգալ եւ ավելի շուտ ընկերանալ։ Զարուհին ակտիվ օգտատերերից է, սոցկայքերից օգտվում է ավելի շատ գործնական նպատակով, սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրների շատեր հենց այստեղ է բարձրաձայնում եւ արձագանք ստանում։ Պակաս ակտիվ չէ անձնական տիրույթը։ Ես էլ սելֆիներ անում եմ, դնում եմ, դա նորմալ է, իմ կարծիքով, ստատուսներ գրում եմ եւ ռոմանտիկ, եւ աշխատանքային, եւ քաղաքական, եւ տարբեր։ Նրա կարծիքով սոցկայքերը հարթակ են, որտեղ դրսևորվում են օգտատիրոջի եւ գաղափարական տեսակը եւ անձնային հատկանիշները։ Այստեղ ազատ ես արտահայտելու քո կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ, միաժամանակ ներկայացնելու նախասիրություններ դու առօրյադ։ Ես չեմ վախենում Երևալ անկեղծ լինել ու Երևալ, կամ քննադատում են, կամ ճիշտ չեն համարում դա, բայց ինձ համար կարևոր է, որ մարդը, ով որ քեզ հետ ընկեր է Facebook-ում, հատկապես ով քեզ չի ճանաչում, քո մեջ նախ եւ առաջ տեսնի մարդուն ու հասկանա, որ դու էլ ունես էմոցիաներ, դու էլ ունես նախասիրություններ, ինչ-որ բաներից հուզվում ես, ընկերներիցս մեկը հարցրեց, գործընկերներիցս ասեց, Զարա, քեզ հո բան չի եղել, ասում ինչ ես վերջերս քիչ է ստատուսներ գրում եւ այլն։ Ես ամեն օր գրում, ամեն օր անում եմ գրառումներ, նկարները գուցե մի քիչ ավելի քիչ։ Զարուհին Facebook-յան իր էջում նաև սեփական բանաստեղծություններն է տեղադրում ու անպայման հետևում, թե ովքեր հավանեցին կամ ինչ մեկնաբանություն գրեցին։ Ուշադիր է նաև ընկերների գրառումների հանդեպ։ Մի խոսքով Facebook-ում նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Հիմա առանց դրա իր առօրյան չի էլ պատկերացնում։ Երբ աշխատանքային ժամն ավարտվում է, սկսվում է վիրտուալ տիրույթում զբաղվելու ժամանակը։ Կարծում եմ կա կախվածություն, որովհետև ես չեմ պատկերացնում ինձ առանց ինտերնետի եւ հիմա երբ բնակարանս փոխել եմ, ինտերնետ չկա այնտեղ եւ ես այնտեղ չեմ ապրում։ Շատ դեպքերում ինտերնետ կախվածությունը գալիս է աննկատ ու զրկում հավանական այլ հետաքրքրություններից։ Այնտեղ են ապրում, լուսացնում, քնում։ Կան մարդիկ, ովքեր իրանց առավոտյան մարզանքից մինչև երեկոյան, ասենք, չգիտեմ, ընթրիքը, ուզուքան գնալը տեղադրում են իրենց էջում ու դա անում են իրենցից ոչ մի հանրային կարևորություն չներկայացնող դեմք լինելով հանդերձ։ Չեքիններն այից նյարդայնացնում, չեքինները, որ րոպեն մեկ գալիս է տանը օրինակ, չեքին էլ նում, իրանք տանն է, բայց մեկը գրում են, ես ինչ ենք անում, կապուչինո ենք խմում կամ թե ենք խմում։ Անդադ ուզում ես մտնես, չգիտեմ, ինչ-որ մի բան անես, ներգրավես ինչ-որ բանի մեջ, կամ հեռախոսը տենկում չես դնում։ Արդեն կախվածություն է։ Չնայած եթե մտադրություն լինի, կարող եմ հրաժարվել, բայց դա ոնց որ կյանքի մի մասն է, քան հեշտ չի դուրս հանելը։ Մարդիկ մահանում են, որովհետև չեն կարողանում դադարել ցանցում լինել, հա, այսինքն բարձրապես հյուսվածությունից սովից մահանում են։ Մեր իրականություն ներխուժած հրաշքն աստիճանաբար նվազագույնի է հասցնում մարդկային իրական շփումը։ Կախվածություն առաջացնում ու վիրտուալ շփումը ավելի զարգանում ու իրական շփումը գնալով դեգրադացվում է։ Մարդիկ արդեն փոխանակ իրար հետ շփվեն, սեղանի շուրջը նստած հանում են իրենց սմարթֆոնները, փոքր հեռախոսները, փոքր համակարգիչները, տաբլետները եւ զբաղվում են դրանցով։ Սա իհարկե կարելի է համարել կախվածություն։ Երբ մարդ իրականությունից է կտրվում, դա մեկ փաստորեն ինքը շփվում է վիրտուալ աշխարհում, ունի վիրտուալ ընկերներ եւ շատ հաճախ այնուհետեւ հայտնվելով իրական կյանքում ինքը չի կարողանում ճիշտ շփում կազմակերպել։ Մարդիկ սկսում են ավելի դժվարությամբ շփվել, ավելի խոչընդոտված է զգում, երբ որ շփվում են ռեալ կյանքում։ Մարդկանցից սկսում են խուսափել, հա, իրական մարդկանցից եւ րոպեներ են հաշվում, երբ իրենք կհայտնվեն համակարգչի առջև, որպեսզի շարունակեն իրենց վիրտուալ շփումը։ 21-րդ դարում չի կարող լինել այլ կերպ։ Facebook-յան ակտիվ օգտատեր բլոգերը համացանցում հայերի ներգրավվածություն ու կախվածություն դեռ չի համարում։ Կարծում է քայլում ենք ժամանակին համընթաց եւ առայժմ ինտեգրվելու փուլն է ու անհանգստացնող ոչինչ էլ չկա։ Մոզամբիկում ապրենք, համացանցում չէին պատկերացնի, բաոբաբի տակ կպատկերացնեին։ Հոգեբանի համար էլ համացանցը ատոմային էներգիայի նման մի բան է, այն անհրաժեշտ է, բայց կարող է հանկարծակի վայրիվերումների հանգեցնել։ Իրինա Ծատուրյանին ամենից շատ զարմացնում է մի բան՝ սոցկայքերում մարդիկ հատկապես կարևոր են համարում իրենց վիրտուալ գործունեության վերաբերյալ կարծիքները, տեղեկություններ են հրապարակում սպասելով արձագանքների ու հավանությունների։ Այդ աստիճանի կախված լինելը ուրիշի կարծիքից։ Իդեպ առաջիկայում Facebook-ը կունենա նաև չհավանելու կոճակ։ Սոցիալական կայքի ադմինիստրացիայի այս որոշումը ոլորտի քաջատեղյակների կարծիքով նոր մարտահրավերներով է պայմանավորված։ Թեև մի քանի տարի առաջ հայտարարվել էր, որ նման կոճակ չի լինելու, բայց մրցակից սոցկայքերը նման գործառույթ ունեն եւ Facebook-ը զիջել չի ուզում։ Ինձ թվում է իրանց ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ կա ցանկություն այդ գործիքը ունենալու։ Ես
տեսնում եմ այն մարդկանց արձագանքում դուր է գալիս իմ ասածը, բայց շատ ավելի քիչ եմ տեսնում մարդկանց արձագանքը ու իմ ասածը դուր չի գալիս, թերևս միայն մեկնաբանություններում կարող են արտահայտել կամ չարտահայտվելու, ինչ որտեղ արդարություն ու ավելի adekvat պատկեր կստեղծի։ Իսկ ինչ փոփոխություն կարող է բերել նորամուծությունը օգտատերերի հայկական տիրույթում, կարծիքները միանշանակ են։ Նա կարա տրամադրության իհարկե եւ անկում ունենա, նա կարող է հետո այդ իր ասենք թե այն մարդկանց ում հետ որ նա նաեւ ոչ վիրտուալ շփում, նա կարող է հարցնել, բա ինչի լայք չտվեցիր, դա կարող է ինչ-որ կոնֆլիկտի սկիզբ լինի։ Հայերի շրջանում, ինչպես նաև այսի տաքարյուն մենտալիտետ ունեցող ժողովուրդների մոտ դա բավական բացասական էֆեկտներ կարող է ունենալ եւ դեպքեր կան, որ նույն ադնակլասնիկների սոցկայքում 1 կամ 2 նշանակելով, գնահատելով լուսանկարները, այնուհետև խոսակցությունը դուրս է եկել փողոց եւ եթե չեմ սխալվում, նաեւ սպանության դեպք է եղել։ Մեր մոտ դա այդքան չի մտնի, որովհետեւ մենք այդքան իրար հետ հարաբերություններ փչացնող չենք։ Մի խոսքով համացանցի ու սոցկայքերի դերը մեր կյանքում գնալով ավելի է կարևորվում, կոճակներ վիրտուալ տիրույթում գնալով կավելանան կամ էլ կպակասեն, կարևորն այն է, որ չկորցնենք իրականության զգացողությունը։